կարող է կանգնեմ նայեմ ուղղակի այդ տանը ստալկեր եմ էլի For the first time I would like my name just because of the way you say Բարև բոլորին Այսօր շաբաթվա սկիզբ է ու ես ուզում եմ փոքրիկ շաբաթվա վլոգ նկարել ձեզ համար, ցույց տալ ոնց է անցնում աշխատանքային առօրյան, առհասարակ ինչ եմ անում, ինչ հետաքրքիր ռիտուալներ ունեմ, ինչով եմ զբաղվում, ինչ հոբիներ եմ համատեղում աշխատանքի հետ ու այսօր երկուշաբթի է ու առաջինը ուզում եմ սկսել մեր օֆիսի հետ ձեզ ծանոթացնելուց Ուրեմն սա մեր մուտքն է, այստեղից մտնում ենք, այս հատվածում ունենք կախիչի զոնա, որտեղ մեր վերարկուներն ենք հիմա կախում, այս կողքի վրա մեր աշխատանքային սեղաններն են, այստեղ նստում է քույրս Սոնան, իսկ սա իմ աշխատանքային սեղանն է, այստեղ ունենք meeting զոնա, հիմա քիչ աթոռները երկու հոգու համար նախատեսված, այստեղ հիմնականում մեր ճարտարապետը Մարինեն գալիս է իր աշխատանքային հատվածն է, այսպես ասած, մենք դեռ չենք հավաքել մեր եղևնին, չնայած լույսիկներն ու բանտիկները արդեն հանել ենք, պետք է մոտորերս իրեն վերցնենք, այստեղ ունենք այսպիսի հետաքրքիր moodboard-ային հատված, որտեղ նյութերն ենք տեղադրում, էսքիզներ, պատրաստում ենք ավելացնել մեր պրոյեկտներից ինչ-որ կադրեր, ու ունենք գեղեցիկ այսպիսի պահարան, որտեղ մեր գործընկերների կատալոգներն են ներկայացված։ Վերջերս մեր գործընկերներից մեկը մեզ նվիրեց այսպիսի մոզաիկա, մենք ինքնուրույն այստեղ հենց օֆիսում հատիկները կպցրել ենք ու ստացել ենք մեր լոգոտիպը։ Ինքը այնքանով է հետաքրքիր ու հարմար, որ հետևում ունի այսպիսի կախիչներ ու կարելի է կախել պատից կամ մուտքի մոտ դրան վրա որպես ցուցափեղկ, ցուցանմուշ։ Մեր օֆիսային գրասենյակը իհարկե բավականին փոքրիկ է, բայց մեր բոլորի համար ինքը շատ հարմար է։ Այստեղ կողքելի տարբեր օֆիսներ են, հիմնականում IT ոլորտի, մեր հարևանները, IT-շնիկներ են ու շատ հարմար է այստեղ հանգիստ կարողանում ենք աշխատել, հանդիպումներ ունենալ, մեր հիմնական առօրյան անցնում է այստեղ։ Բացառությամբ այն օրերի, երբ մենք ունենում ենք հանդիպումներ, գնում ենք շինհրապարակներ կամ գնում ենք հանդիպման ինչ-որ ֆիրմաների հետ ծանոթանալու կամ ինչ-որ միջոցառումների։ Իդեպ այս շաբաթ լինելու է նմանատիպ հանդիպում, ես կվերցնեմ ինձ հետ ու ցույց կտամ, թե ինչպես է անցնում դիզայներների վիչիրինկաները, կոպիտ ասած, տուսովկի դիզայները։ Ծանոթության հետ կապված այսքանը, մի քիչ էլ ցույց տանք աշխատանքային process-ից, եթե ինձ որ ինչ-որ հետաքրքիր դեպքեր լինեն, անպայման ես կնկարեմ, որ դուք էլ տեղյակ լինեք։ Այսօր ես մի քիչ ուշ եմ եկել օֆիս, իմ առավոտյան ռիտուալը մի քիչ ցած խառնվել է, հիմնականում ես գալիս եմ օֆիս, լցնում եմ իմ ջրի բաժակը, պատրաստում եմ սուրճ ու միանգամից անցնում եմ գործերի, հիմա սպասում եմ ուղղակի աղջիկները գան, որ միասին սուրճ խմենք, ուզում եմ ձեզ բաժակից հետ ծանոթացնել, տեսեք, ես իրականում շատ կարևորում եմ ջուրը, ջրի քանակը օրվա ընթացքում ճիշտ պահպանելը ու շատ ջուր խմելը ու ինձ մոտ իհարկե չի ստացվում, որովհետև երբ դու հիմնականում համակարգչի առաջ լարված գործ ես անում, ժամանակ չկա, որ անընդհատ ջուրը թարմացնես, դրա համար միանգամից ես վերցրել եմ այսպիսի մեծ բաժակ 700 մլի, որ 3 անգամ օրվա մեջ խմես ու 2 լիտր ջրի քանակը արդեն ապահովված լինի։ Ուրեմն ես արդեն տանն եմ, իրականում օրը շատ ոչ միանշանակ անցել, պատվիրատուի հետ քննարկում ենք ունեցել ուղղակի աշխատանքային process, բայց քննարկում այնքան էներգիա էր խլել, որ նորմալ գործանելու ցանկություն ու ուժ այլևս չկար։ Հիմա արդեն տանն եմ ու պետք է ընթրիք պատրաստեմ, մի մասը արդեն արել եմ իհարկե ու հիմա ուղղակի թեթև աղցանք պատրաստենք ու այսքանով այսօրը կեզրափակենք։ Փորձում ենք ամենաստանդարտ վարունգ, լոլիկ, կարմիր սով ու կարելի է մի քիչ կանաչել կտրատել, համեմել ձիթապտղի յուղով, ստանալ թեթև աղցան։ Հիմա ծրանք կլավանամ, արագ կտրատենք, այդպես։
Այսօր երկու հատ հանդիպում ունեի, որոնցից մեկը չեղյալ համարվեց, հետաձգվեց ու հիմա պետք է այստեղ թափառեմ մինչև մյուս հանդիպման սկիզբը։ Դա համար մտածում եմ մի հատ ակտեյ վերցնեմ ու մոտակա խանութները մտնեմ, տեսնեմ ինչ կարող եմ գտնել փետրվարյան տոների համար։ Ձեզ էլ ցույց կտամ, կարող ինչ-որ հետաքրքիր բաներ գտնեք ձեր համար։ Իմ պլանները փոխվեցին, ես գնում էի թեյի ետևից ու հանդիպեցի մի խմբի, ովքեր բարեգործությամբ են զբաղվում, օգնում են անապահով երեխաներին, ծնողազուրկ երեխաներին, որոշեցի իրենց դոնետ անեմ, իհարկե շատ փոքր սիմվոլիկ գումար, ու տեն ժամանակս անցավ դրա վրա։ Coffee House-ից վերցրել եմ բնական մալինայով թեյ, շատ համովն է իրականում, վերջ։ Ուրեմն հիմա արդեն պետքա վազեմ մյուս հանդիպմանը։ Տեն ժամանակս անցավ։ Լավ է, որ գոնե լավ գործ արեցի։ Քարտեզը ցույց տվեց, որտեղ հասնելու 24 րոպեում կարող եմ ոտքով գնալ։ Իսկ ես ունեմ 40 րոպե ազատ ժամանակ, դրա համար ոտքով գնալը ամենաճիշտ որոշումն է։ Ամեն մեր աշխատանքը ինքը նստակյացա ու յուրաքանչյուր շանս, որ պետք է թույլ է տալիս քայլել, պետք է օգտագործել։ Քանի որ կասկադում եմ, մի քանի հետաքրքիր բան կպատմեմ կասկադի իմ հետ կապված։ Նախ առաջինը մենք ընկերուհիներով երբ ինչ-որ շատ կարևոր թեմա ենք ունենում քննարկելու, պարտադիր գալիս ենք կասկադ, իհարկե այսքան չենք բարձրանում։ Հիմա ես ամենավերևում եմ։ Նստում ենք այն ամենասկզբի հատվածներում ու ժամերով քննարկում ենք այդ թեման։ Երկրորդը, առաջին անգամ համալսարանում ես դասի չեմ գնացել, որպեսզի ընկերուհուս առաջին անգամ համալսարանում ես դասի չեմ գնացել, որպեսզի ընկերուհուս հետ գանք ու հաշվենք կասկադի աստիճանները։ Այդ ժամանակ մենք 555 հատ հաշվեցինք, թե իրականում ինչքան է, չգիտեմ։ Երկրորդը, ես մի քանի անգամ ոտքով բարձրացել եմ մինչև վերջը իջել եմ, բայց ես ու Գեղամը երբեք իրար հետ չենք բարձրացել ոտքով կասկադ, որովհետև ինքը չի սիրում աստիճան բարձրանալ։ Всё։ Բան էլ, որ իրականում ես նկատել եմ, դա այն է, որ հիմնականում կասկադի այս հատվածով ավելի շատ են բարձրանում իջնում, քան այս։ Նաև համալսարանի տարիներին ես ունեի ընկերուհի, ով կասկադի աստիճանները կարողանում էր բարձրանալ, բայց իջնել չէր կարողանում, որովհետև գլուխը պտտվում էր, ու երբ ինքը ինձ դրա մասին ասեց, դրանից հետո հաճախակի ես էլ եմ զգացել, որ տենց տպավորություն է ստեղծվում։ Դրա համար պետք է անդադ չնայեք ոտքերի տակ։ Չգիտեմ, ոնց արդեն 15 րոպե է մնացել, բայց կասկադում մի հատ էլ, այս տարածքում մի հատ էլ բան կա, որ ուզում եմ ցույց տամ։ Դա ամենասիրուն տներից մեկն է, որ ես քաղաքում տեսել եմ ու մեջ տպավորվել է դեռ համալսարանական տարիներից։ Հիմա ցույց եմ տալու։ Պատրաստվեք։ Նույնիսկ այս ոսկեգույնը այդ չէ, այդ դրա կողքը։ Այս տունը ուղղակի շատ լավն է, այս հատվածում մեծ վիտրաժ ունեն, ներսում սիրուն նկարակախած ու երեկոյան որ լույս ապառված լինում, պրուսը շատ սիրուն է։ Չգիտեմ կերևա թե չէ, բայց եմ որ միշտ անցնելուց հատկից երեկոյան ժամերին ես կանգնում եմ ժամերով կարող է կանգնեմ նայեմ ուղղակի այդ տանը, ստալկեր եմ էլի։ Եթե հանկարծ հետան բնակիչներից ինչ-որ կտեսնի, իմացեք, ես ձեզ չեմ հետևում, վատ բաներ չեմ ուզում անել, ուղղակի շատ հավանում եմ ձեր տունիկը։ Различных комбинаций. Сейчас мы быстренько
ենք լույսերի խանութ պրակտիկ դասի, խոսում ենք լեդերի մասին, շատ է workshop-ը, շատ համով ու շետով։ Все зависит от того, какую ленту вы используете. Если В режиме X, когда она уже меняет цветовую температуру. просто цветовую температуру, а это в режиме H. Это вы подключили. Մայտոնիում լեդեր միացեցինք, էլեկտրիկ դարձանք։ Վերջ մենք դուրս եկանք, դրսում աշունը, անձրև է գալիս։ Հիմա դե քանի որ կասկադը այստեղից բուկվալնը 10 րոպեվա ճանապարհ է, երևի քայլենք կասկադ, այնտեղից արդեն հասկանանք ինչ ենք անում, ամենայն հավանականությամբ կգնանք տներով։ Եղանակ ինչ է կատարվում, փետրվարի վերջն է, արդեն տրամադրվել էինք գարնանու, էլի ձյուն է գալիս։ Այսօր 4-րդ օրն է, որ ես նկարվում եմ շաբաթվա վլոգ։ Օֆիսում եմ, իրականում շուտ է եկել էստեղ, Սոնան բարակում էր իր աշակերտի հետ։ Հիմա մի քիչ գործ արեցինք ու պետքա գնանք երեկվա workshop-ի երկրորդ մասին։ Ոչ մի բան չեմ հասցնում, սաղ գործերը կուտակվում են, բայց ես գնում եմ workshop-ի։ Շատ լավ է։ Ամեն դեպքում այդպես է։ Հիմա շաբաթ ինձ հետաքրքիր է ստացվել, հիմնականում մնացած բոլոր շաբաթները ամբողջ օրը օֆիսում նստած ենք լինում։ Լավ արեցի, որ այս շաբաթ որոշեցի նկարել։ Որ տեղավորվում է ստեղ 200-ները մեծ է։ 250 Для области IT они достаточно часто, также используется блок питания. Շնորհակալություն այս պարքյուն։ Դուրս ենք եկել workshop-ից ու նենց ձյուն է գալիս, ոնց որ դեկտեմբերի սկիզբը լինի, դաժե դրել է ու մենք անգամ հասցրել ենք Սոնայի հետ ձնագնդիկ խաղալ։ Այո։ Ես էլի օֆիսում եմ, էլի նույն պատուհանի դիմաց կանգնած։ Ստեղ Սոնան իմ աթոռին նստել է, ուզում է սիրուն ֆոտոներ անի, այդտեղ միակ լավ տեղը լուսավորում տեղն է։ Ինչ ասեմ, բան չկա, այսօր ամբողջ օրը օֆիսում ենք լինելու ու գործ ենք անելու ուղղակի։
someday after a year or two, maybe then I'll still be loving you. We would say goodbye just to say hello again. Ուղղակի վիդեո եմ մոնտաժում ու այսքան մառոժնի եմ ուտում հետո միասին։ We would be alright if only you had stayed. So I'll think of you once in a moon when I hear your favorite tune. And someday after a year or two, maybe then I won't be loving you. I'll think of you once in a moon when I see someone who looks like you. And someday after a year or two, maybe then I'll still be loving you. What if I had been like that? What if what we had was enough? I guess all my calculations were off when I thought I would get over you. It doesn't make sense, but I do it all again. Once in when I hear your favorite tune. Հետո մեջիները չի And երևում, someday after a year or two, maybe then I won't be loving you. Էլի հավելյալ ստե հավելյան, որ նորից չխզանտածած ներկայացնում, դուք հանգիստ կարող եք ասեք, օրինակ When I չկարած see մասը։ someone who looks like you. And someday after a year or two, maybe then I'll still be loving you. Չես քշում դու։ After a year or two, maybe then I won't be loving you. I'll think of you once in a moon when I see someone who looks like you. And someday after a year or two, maybe then I'll still be loving you. We would say goodbye just to say hello again. And we would get in fights just to get over them. We would be alright even if things don't stay the same. If only you had stayed. So I'll think of you once in a moon when I hear your favorite tune. And someday maybe then I'll still be loving you. What if I had been my turn? What if what we had was enough? I guess all my